Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, հիշեցնեմ, որ մեր թողարկումների տեսանյութերը կարող եք դիտել թե Հանրային ռադիոյի Facebook-յան օֆիցիալ պաշտոնական էջում, թե մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե մեր կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Այսօր խոսելու ենք տափողակով հոկեյի մասին, հետաքրքիր մարզաձև, որը աշխարհում բավական մեծ տարածում ունի, սակայն Հայաստանը այն երկրներից է, որ ցավոք այդպիսի տարածում չի ունեցել ժամանակի ընթացքում, սակայն այդ մարզաձևը այո, Հայաստանում կա, եղել է եւ կարծես թե նոր թափ է ստանում, թե ինչի մասին է խոսքը, քիչ անց կխոսենք, իմ հյուրն է Հայաստանի տափողակով հոկեյի Ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ իմ հրավերը ընդունելու Sportcast-ի այս տաղավարում հյուրընկալվելու համար։ Այո, հոկեյի մեկ ավանդույթներից պետք է խոսենք։ Մենք հիշում ենք դեռևս խորհրդային տարիներից, որ հոկեյը ներկայացված էր Հայաստանում, այսինքն Հայաստանը մարզաձևում ներկայացված էր, բայց ներկայացված էր խոտի վրա հոկեյի այդ տեսակում։ Այնտեղ, եթե ես չեմ սխալվում, Հրազդան ակումբը կար, որը առաջնությունում խորհրդային միության այդպես նույնիսկ եռյակում էր տեղ զբաղեցնում վերջնական աղյուսակի որոշ տարիների, բայց դա խոսքը գնում է խոտի վրա հոկեյի։ Մենք հիմա խոսում ենք իրական այն դասական հոկեյի մասին, տափողակով, Կանադայում ծնված, այնուհետև մեծ տարածում գտած, թե իհարկե ամբողջական Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, Ռուսաստանում, եւ մեծ զարգացում ունեցող հիմնական մարզաձևերից է իհարկե ձմեռային օլիմպիական խաղերի, ամենահետաքրքիր մարզաձևերից է, մենք էլ չենք ասում թե Եվրոպայում ինչ զարգացած է, իսկ Կանադայում եւ Միացյալ Նահանգներում NHL-ի այդ առաջնությունը ինչպիսի մեծ դիտողականություն ունի, ինչպիսի հարուստ ակումբներ են այնտեղ հանդես գալիս, ավանդույթներ ունեցող, տեսնենք Հայաստանում ինչից ենք սկսել եւ որ ժամանակահատվածում է սկսել եւ ինչ ունենք այս մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Բարև ձեզ Դավիթ ջան, ես եմ շատ շնորհակալ։ Սկիզբը պատմեմ, ուրեմն ֆեդերացիան հիմնվել է Հայաստանում 1999 թվականին, 2000 կարելի ասել։ Հիմնադիրը եղել է իմ շատ լավ ընկերը Կարեն Խաչատրյանը, որը ցավոք սրտի 2009 թվականին դժբախտ պատահարից կյանքից հեռացավ։ Մենք շարունակում ենք իր ստեղծած հիմնած գործը։ Դե սկզբնամասը բավական դժվար էր, պարոն Սարգսյան, որքան հասկանում եմ։ Շատ չունենալով Հայաստանում նորմալ չափսերի սառույց, մենք առաջի մասի սառույցում էինք պարապում, որը 30-30-ի վրա էր։ Պատկերացրեք, որ հայդը տալուց առաջի անգամ 2004 թվականին գնացել ենք բավականին լուրջ հաշիվներով գրվել ենք եւ հետ ենք եկել, բայց հետո կամաց առաջընթաց գնաց, դա կոդրվեց 2006 թվականին, որոշակի դադար էր, որ բան հասկանում եմ, հա, այդ հատվածում։ Չէ, 2004-ից մասնակցել ենք 2005 Մեքսիկայում, բայց 2006-ին ուժը երրորդ դիվիզիոնի բրոնզե մեդալագիր էինք։ 2008-ին եւս 2009-ին ցավոք սրտի չենք մասնակցել, բայց 2010-ին մենք բերել էինք համալիրի սահադաշտը ուժ կար, բերել ենք չեմպիոնատը երրորդ դիվիզիոնի Հայաստան, դարձել ենք արձատ ենք վերցրել եւ հետո քննիներ, հա, եղան միջազգայինը շատ էր պահանջում թղթաբանությունը, ճիշտ լիներ մի քանի խաղացողի թղթաբանությունը այդքան էլ պատշեճ չէր, դրա համար 2 տարով ասին ժողովուրդ գնացեք մի քիչ հանգստացեք։ Հետո շատ երկար դադար եղավ եւ մոտ 3 տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի հոկեյի լիգան։ Հիմնողը մեր ընկերն է, դա Ախայելը, то есть
Armenian Hockey League-ը եւ ֆեդերացիան շատ մոտիկ սկսեցին համագործակցել։ Եվ դա նոր թափ տվեց։ Թափ տվեց այս մարզաձևի զարգացմանը։ Ես փոքր ինչ առաջ ընկնեմ, պարոն Սարգսյան, ձեր թույլտվությամբ, մեր ռադիոլսողին ասեմ, որ այս հաղորդման առիթը նաև առիթ կա հատուկ ապրիլին Հայաստանում անցկացվելու է աշխարհի առաջնություն 4-րդ խմբի 4 դիվիզիոնի, որտեղ իհարկե Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու, կազմակերպվում է Հայաստանում, անցկացվում է Հայաստանում։ Մենք հորդորում ենք մեր ռադիոլսող մարզասերներին եւ հոկեյով հետաքրվողներին, որոնք որ կարող է ցանկություն ունենալ տեսնել այդ խաղերը, տեսնել մեր հավաքականի ելույթները պաշտոնական մակարդակում, աշխարհի առաջնություն կոչվող մակարդակում, ճիշտ է 4-րդ դիվիզիոնի, որտեղ մեր հավաքականը այժմ հանդես է գալիս, տեսնեն իրենց աչքերով, այսինքն դուք կներկայացնեք քիչ անց, թե որտեղ է տեղի ունենալու, ինչ պայմաններում, տոմսերը վաճառվում են թե ոչ եւ այլն։ Հիմա մենք շարունակենք մեր զրույցը, տեսեք, շարունակենք վերադառնալով այն հարցին, թե ինչպիսի ավանդույթներ են եղել Հայաստանում հոկեյի այս մարզաձևում եւ ինչպիսի դժվարություններ հաղթահարելով ամեն դեպքում լիգա ստեղծելը, առաջնություն ունենալը, ներքին առաջնություն ունենալը մեզ նման երկրներում փոքրինչ դժվար է, այս մարզաձևի մասին է իհարկե խոսքը։ Դժվար է, ես հասկանում եմ, ենթակառուցվածքներ չունենալու պատճառով, որտեվ նույնիսկ եթե ունենում եք հոկեյի համար մեկ այսպես սառցադաշտ, դա բավական չէ, եթե մի քանի ակումբ պետք է հանդես գա առաջնությունում, ինչպես դա կազմակերպել, նույնիսկ ինչպես ենթադրենք պատանեկա այս երիտասարդական մակարդակում այս մարզաձևը զարգացնել, եթե մեկ սահադաշտ է լինում։ Լիգա ստեղծելը շատ դժվար է, ասեմ ձեզ, միջազգային ֆեդերացիայի պահանջներից է, որ դու պետք է ունենաս ներքին առաջնություն։ Հայդը չեն ընդունի, որպես մասնակցես, դու չես կարող գնաս կոնգրեսի, ասես խաղում եմ։ Շատ երկար process է, սկզբից երկիրն է անցնում, հա, այդ process-ը, որ պետք է ներկայացնի սահադաշտ։ Կստати Դավիթ ջան, այս վերջերս են շատ խստացրել։ Առաջ այդքան խիստ չէր։ Խոսքը գնում է 2000-ականների մասին, որ այդքան։ Ասեմ ձեզ, մոտ 2 տարի է շատ են խստացրել, շատ։ Նայեք, մեր առաջնությունը ինքը ռեալ առաջնությունը շատ երկրներ ունեն մենակ թղթի վրա, որը միջազգայինը թղթերը պահանջում է։ Իրանք լրացնում են, ոսկե այս ակումբը խաղացել է այս ակումբի հետ, անկեյմ շիտը վերցրեք, բավարարում։ Բայց ֆիզիկապես այդ խաղը տեղի չունի։ Ոչ։ Հա, նույնիսկ այդպես։ Այդ աճպարությունը արվում է։ Հիմա իրանք տեսնելով, որ շատ երկրներ կարող են օգտվել, իրանք դուրը փակ են պահում շատ ամուր, որովհետեւ սաղ չլցվեն, դա շատ տարիներ առաջ, մոտ երևի 20 տարի առաջ, դա սկսվեց Իտալիայից, որոնք վերցրեցին 20 հատ կանադացի, եկան ցաղինքերին ու տեսան, որ դա ձեր չի տալի իրանց միջազգայինին։ Ու դրանից ելնելով իրանք բացի երկիրը այնց դաժան process-ը անցկացնելուց հետո իրանք ամեն խաղացողին են այնց անցկացնում։ Փաստաթղթերն են եւ հավանաբար առաջինը, հա, երգե, առաջինը դու պետք է տրանսֆեր գրանցես, որը վճարովի է ու այդ երկրից տեղափոխես քո երկիր։ Եվ ինքը պետք է 2 տարի խաղա քո երկրում, ներքին առաջնությունում։ Ու դա պետք է բացես, բացի դրանից նա պետք է ապրի այս երկրում։ Ոչ թե կնակա խաղերին, դա էլ չի աշխատում։ Շատ երկար չեմ ուզում ծանրացնեմ, ասեմ, շատ դժվար process են կանցել, որովհետեւ կանք էս կետին 3 տարվա այդ աշխատանքը Հայաստանի հոկեյի լիգայի հետ միասին ֆեդերացիան միջազգային է դեր, հա, հարցերը լուծում Հայաստանի հոկեյի լիգան ներսում։ Բավականին շատ լավ առաջընթաց էր, ասեմ ձեզ Դավիթ ջան, որ մեր բոլոր ներքին առաջնությունը հերարցակվում է, հա, մեր հայկական սիրելի կոմենտատորով, չգիտեմ դուք նայել եք, թե չէ, Քալանտարյանն էլ մեկնաբանում է, հա։ Մեզ հիմա միջազգայինում օրինակ են բերում այն մնացած երկրներին, մենք ոնց որ պլանկին ենք բարձրացրել, հա։ Այո, նշաձողը բարձրացրել եք, հա, ասում են Հայաստանի նման ունեցեք ներքին առաջնություն, նոր հայդը տվեք։
Ոչ թե թղթի վրա լրացրեք, ղրգեք։ Դե որոշումը, որ միջազգայինը տվեց, այդ այնպիսի minimal participated standard-ը Հայաստանը անցավ եւ հայդը տվեցինք։ Այդ բարդ ընթացակարգը Հայաստանը շատ երկար հաղթահարել։ Հա, դա շատ երկար էր ու իրանք էլ էին ներողություն խնդրում։ То есть ուղարկում են 10 հարց, դու պատասխանում ես, հետո այդ 10 հարցից 100 հարց առաջանում։ Ամեն մի հարցը պետքա պատշիճ պատասխանես թղթաբանությամբ, վիդեոյով կամ նամակներով պատասխանես։ Վերջի կոնգրեսին մենք մեր ավակ ընկերների հետ զրուցելիս մենք ունենք 2 հատ սահադաշտ գործող, ցավոք սրտի համալիրը դեռ չի աշխատում։ Ասեցին, որոշում կայացրեցինք, որ մենք կարող ենք հայտ տալ։ Հայտը տվեցինք 100%-անոց ցայներով տարանք Հայաստան։ Այո, այդ հավանությունը ստացաք 100%, հա, կոնգրեսին Հայաստանին ցայնեն տվել, որ Հայաստանում լինի 100%։ Այդպես բան չի լինում։ Նույնիսկ այդպես։ Հա։ Իսկ իդեպ մասնակից երկրների մեջ կան բավական հարուստ երկրներ, որոնք բավական մեծ ներքին պետական բյուջե ունեն, այսինքն իրենց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Հայաստանինը, առավելևս քան Հայաստանի հոկեյի, տափողակով հոկեյի ֆեդերացիայի։ Եվ նույնիսկ այդ պայմաններում Հայաստանն է այդ հնարավորությունը, այո, շահ։ Պարոն Սարգսյան, տեսեք, դուք ասում եք հոկեյիստների մասին եւ օրինակ բերեցիք, որ Իտալիան որոշակի աճբարության է դիմել որոշ ժամանակ առաջ, երբ որ խոսում ենք արտերկրյա հոկեյիստների ներգրավման մասին մեր լիգայում, մեր հավաքականում, իհարկե առաջին հերթին մենք նկատի ունենք ոչ թե օտարազգի հոկեյիստներին, այլ հայ։ Այո։ Ազգությամբ հայ հոկեյիստների։ Իհարկե Կանադայից մենք հիշում ենք, որ ժամանակին ձևավորվել էր կարծես Հայաստանի հավաքական, այնտեղ հանդես էին գալիս մեր Կանադայի հայ համայնքից մի քանի մարզիկներ, հոկեյիստներ Միացյալ Նահանգներից, այո, որոնք որ այո, այնտեղ են ծնվել, այնտեղ, բայց ազգությամբ հայ են եւ ցանկություն էին հայտնել հանդես գալ իրենց ազգային հավաքականում։ Այո։ Հիմա այս լիգայում, որը ձևավորվել է 2-3 տարի առաջ, դարձյալ այդպիսի հոկեյիստներ են։ Դե գումարած դրան իհարկե չենք մոռանում, որ կներեք Ռուսաստանում էլ հայ համայնքը միլիոնանոց հայ համայնք կա եւ այնտեղ էլ այո հոկեյով հետաքրվող մեր հայրենակիցները կան, զբաղվողներ կան եւ գուցե եւ ցանկություն ունենան հանդես գալ նաեւ հավաքականում, իսկ հավաքականում հանդես գալու համար, ինչպես դուք նշեցիք, պետք է հանդես գալ այս ներքին առաջնության որևէ ակումբի կազմում։ Հա, Դավիթ ջան, եղել էին ԱՄՆ-ից մեր խաղացողները, մինչև հիմա շատ լավ կապի մեջ ենք, իրանք պրոբլեմ ունեն գալ եւ այդտեղ 2 տարի ապրելու։ Իրանք աշխատանք ունեն կամ սովորում են եւ այլն։ Ցանկությունը կա մեր դռները բաց է մեր հայրենակիցների համար, նամանավանդ որ մոտ 30 հոգի այնտեղ ունենք լավ հայ հոկեյիստներ, հիմա նրանք հիմնականում մարզիչ են աշխատում։ Լիգան ստեղծելուց իհարկե շատերը ցանկություն հայտնեցին եւ Ռուսաստանից եկան ստեղ։ Բացի դրանից, Դավիթ ջան, կային հոկեյիստներ, որոնք ուժեղ ապրում էին Հայաստանում եւ խաղում էին մեր ակումբներում։ Մեր գլխավոր մարզիչի մասին եմ երկու բառ ուզում ասեմ, ինքը ֆանտաստիկ շատ լավ, ես այդ բառը միշտ իր համար օգտագործում եմ։ Շատ հաջող մասնագետ է Վադիմ Գուսկով, ինքն էլ Ռուսաստանից է եւ հիմա բնակվում է Հայաստանում։ Այդտենց ոնց որ աստղերը շարվեցին այդտենց, որ հնարավոր չէր էլի այս շանսը չօգտագործել։ Այսպեսի մասնագետի հրավիրել Հայաստան, այո։ Հա։ Չէ, ինքը ստեղ է։ Այստեղ էր, հա։ Հա։ Ինքն է եկել մեզ գտա։ Եվ հիմա այդ հոսքը դրսից, հիմնականում Ռուսաստանից, շարունակվում է։ Շատ մարդիկ ուժը տվել են փաստաթղթերը, որ դիմեն, հա, մեզ
Համաձայնություն են տվել այստեղ փոխվելու եւ ցանկություն են հայտնել։ Հա, մենք պայմանները ասում ենք, որ պետքա գաք եւ ապրեք ստեղ։ Շատերը համաձայն են, շատերը ուժ են գրգվել են, շատերը հիմա 26-27 թվին ուժը իրանց պատրաստում ենք, բոլորը հայտարարեք են։ Հավաքականում կա ռուս ազգանունը խաղացողներ, իդեպ նշեմ, որ երկրներ կան, ոչ Ռուսաստանը, հա, որ 25-ն էլ ռուս են։ Անունները չեմ ուզում տամ երկրների։ Դա պարոն Սարգսյան, դա ինչպես այստեղ այս տաղավարում պատմում էր մեր հաղթական ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, այդպես աշխարհով մեկ պատտվում են բրազիլացի ֆուտբոլիստներ ֆուտզալում եւ տարբեր երկրների կազմերում հանդես են գալիս, մինչեւ որ խստություն որոշակի տեղի ունեցավ եւ իհարկե նաեւ պարոն Նազարեթյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ հավաքականը ի վերջո գրեթե ամբողջովին կազմված լինի հայերով։ Հիմա գրեթե այդպիսի իրավիճակ է եւ մեր հավաքականը հաջողեց։ Դավիթ ջան, նայեք, հիմա հոկեյում ինչ իրավիճակ է։ Ես միշտ այդ հարցը միջազգայինում տվել եմ, ասում, ինչ է անվանում ազգային։ Եթե դուք անձնագրով եք նայում, չէ՞, կա nationality եւ citizenship։ То есть гражданство, հա, քաղաքացիություն եւ ազգություն։ Միջազգայինին չէ դաշկրում ազգությունը։ Ինքը citizenship-ն է ստուգում։ Անձնագիրը կա, տրանսֆերը կա, օքեյ, ոչ մի խնդիր չունես։ Ով էլ լինի, ինչ ազգության։ Հա, ընդհանրապես իրեն չի դաշկրում։ Ընդհանրապես իրեն չի դաշկրում։ Ինչի ԱՄՆ-ի հավաքականից հայ չէր խաղում մեր հայտնի Զակ Պողոսյանը։ Իրանք չեն նայում ազգությանը։ Հիմա նույնը էլի ԱՄՆ-ին, դե ԱՄՆ տենց ազգ չկա, չէ՞, բոլորը տարբեր ազգերի են։ Դրա համար իրանք անձնագրով են նայում։ Անձնագիր ունես, հա, տրանսֆեր ունես, հա, 2 տարի խաղացել ես, հա, այդ ամենակարևորներն եմ ասում։ Այո, ինչպես դուք նշեցիք, այո։ Էլի մանրանում են, քանի խաղացել, քանի րոպե ա եղես դաշտում եւ այդ տիպի իրանք կարող են ասել ձեր երկրորդ դարբասապան այս սեզոնում քանի րոպե եղե սահադաշտում։ Ու դու պետքա դա ներկայացնես եւ ապացուցես, որ դա իրոք տենց է։ Փաստերը ներկայացնես։ Ռադիոլուսողին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Սպորտքասթի հյուրն է այս պահին Հայաստանի տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը։ Այս մեր զրույցի տեսագրությունը դուք կարող եք դիտել իհարկե Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, YouTube-յան ալիքում եւ մեր կայքի հաղորդումներ բաժնի Սպորտքասթ հատվածում։ Պարոն Սարգսյան, եկեք արդեն քիչ գանք դեպի գլխավորը, մասնակիորեն իհարկե դրա մասին նշեցինք։ Ապրիլին տեղի ունենալու Երևանում աշխարհի առաջություն 4 դիվիզիոնի հանդես են գալու, եթե չեմ սխալվում, 6 հավաքականներ։ Իհարկե Հայաստանի հավաքականը նույնպես։ Հետաքրքրվածությունը այս պահի դրությամբ ինչպիսին է։ Մարզասերների, հոկեյասերների այսպիսի զանգեր ստանում եք, թե չեք ստանում, այսինքն մոտավոր ամսից էլ քիչ է մնացել մինչև առաջնության այո մեկնարկը։ Ինչպիսին է հետաքրքրվածությունը, հետո արդեն խոսենք եւ անդրադառնանք, թե ինչպիսի կազմակերպչական բարդություններ կան։ Ի վերջո Հայաստանը եկեք ուղիղ ասենք, այդպես հոկեյի երկիր չի, դրա համար հետեւաբար տարատեսակ բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ կան այդպիսի խոշոր միջոցառումը Հայաստանում կազմակերպել։ Վերջից սկսեմ։ Դավիթ ջան, իրոք շատ դժվար է, կապ չունի Հայաստանում։ Բացի Կանադա, այդ 6 երկրից, հա, Շվեդիա, Ռուսաստան, Ամերիկա, Ֆինլանդիա, բացի այդ երկրներից, յուրաքանչյուր երկրում շատ դժվար է, հա, ստեղծել կամ պահել, առաջ տանել խաղային, խմբակային, օլիմպիական, ձմեռային սպորտաձև։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ սահադաշտ եթե չկա,
Դա շատ բարդ է։ Մենք ունենք երկու սահադաշտ հիմա գործող, ամեն մի սահադաշտում կա դպրոց, մանուկները մեր պարապում են, երևի մոտ 200 հոգի երեխաները։ Կա մեծերի համար պարապմունքներ, դպրոցներ, ունենք 6 մարզիչ ներգրաված դրսից, 6 մարզիչի խնդիր չունենք։ Բայց այդ մեր մոտ, չգիտեմ, ստացվել է։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Սարգսյան, եթե դուք նշեցիք այդ հոկեյի ավանդույթներ ունեցող խոշոր երկրները, որոնք որ այո, ավանդույթներ ունեն, իրենց համար որևէ մի միջոցառում մեծ կամ փոքր, խոշոր կամ ոչ այնքան խոշոր կազմակերպել բարդություն չի ներկայացնում։ Բայց մեզ նման երկրներում իսկապես բարդությունները շատ են, որովհետև այսպիսի խնդիրներ կան։ Մենք կամ դուք ավելի ճիշտ ամեն ինչ սկսում եք 0-ից։ Դուք հիմք կարծես չունեք այսպիսի մեծ միջոցառում կազմակերպելու համար։ Հայաստանի համար այդ միջոցառումը մեծ է։ Դավիթ ջան, եկեք խնդիրների մասին այսօր չխոսենք, մի քիչ լավատես լինենք։ Իրոք չեմ ուզում խնդիրների մասին խոսել, շատ են։ Մի քիչ լավատես լինենք։ Ես ուզում եմ մեր հանդիսատեսին ասեմ, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 19-ը, կայանալու է աշխարհի առաջնություն 4 դիվիզիոնի, կայանալու է Երևանի Կեասախկի եւ Տապաղագով հոկեյի դպրոցում Իսահակովի վրա բոլոր հանդիպումները մրցաշարի տեղի կունենան այնտեղ տարբեր ժամերի պատճառով։ Հա, օրը 3 խաղա լինելու, մի հատ հանգստյան օր, 15-րդ ամսի 15-ը հանգստյան օր է, բոլոր մնացած օրերը, նայեք 15 խաղա լինելու, 5 օր 3 խաղ։ Մենք աշխատել ենք այնց անենք, որ Հայաստանի խաղերը երեկոյան ժամերին լինեն, որ բոլորը թվով երրորդը կլինեն յուրաքանչյուր խաղային օրվա։ Չէ, օր կա երկրորդն է, ցերեկն է խաղում, հա, առավոտյան խաղեր փորձել ենք միջազգային հետ համաձայնեցնենք, որ Հայաստանը չխաղա, որովհետեւ մեր հանդիսատեսը հնարավորություն ունենանք, հա։ Նայեք, Դավիթ ջան, 2010 թվին մենք համալիրը մոտ 7000 է։ Այո, հա։ Ֆինալի օրը 7000 հոգի ներսում կար։ Մոտ այդքան էլ չկարողացավ մտնել։ Այդ էլ 2010 թվին, ոչ ինտերնետ, ոչ մեդիա ունենք, ոչ մի բան։ Ճիշտ է, այն ժամանակ մուտքը անվճար էր։ Հիմա նստատեղերը 540 են։ Մենք մեծ լուրջ խնդիր կունենանք ապահովել, հա, բան։ Հիմա ինչ եք ուզում ասել, պարոն Սարգսյան, այսպես կատակով ասեմ, չգովազդենք, որ մարդիկ չհետաքրվեն, չէ, նավարդ, ոնց չգովազդենք։ Գովազդում ենք մենք դրա համար, նայեք, Դավիթ ջան, մենք ուզում ենք 2 հատ ֆան զոնա սարքենք, հա, մեկ օպերայում։ Մուսնել մտածում ենք շատ հետաքրքիր եւ լավ գաղափար է, այո։ Հա, նայեք, տակ եղանակ կլինի, հա, երիտասարդները, ցանկացողները կարող են կան մեծ էկրաններին Հայաստանի բոլոր խաղերը դիտեն, իրար հետ շփվեն, ծանոթանան, այնտեղ կլինեն մեր մարդիկ, որոնք ամեն ինչ կբացատրեն, ոնց ինչ կարող են դիտել։ Դրանով մենք ուզում ենք այդ հարցը մի քիչ լուծենք, բայց մի հատ էլ բան եմ ուզում ասեմ, որ մեր երազանքը յուրաքանչյուր հոկեյիստի, որ համալիրի սառույցը վերականգնվի։ Եվ համալիրի այդպիսի հազարավոր տրիբունայի, այդ հազարավոր նստատեղերով տրիբունաների ներքո Հայաստանի հավաքականը հանդես գա, այո։ Այո, դա լրիվ ուրիշ ընթացք է էլի հոկեյին։ 540 տեղը, նայեք, 540 տեղից մենք պարտավորենք 100 քանիսը մենակ միջազգային, մնացած թմերին անվճար տանք։ Մնում է մի 400 տեղ, այդ խնդիրն եմ բախենում, ոնց ենք մենք մեր հանդիսատեսին մատուցելու, դրա համար այդ ֆանզոնաների միտքը շատ լավն է։ Եվ հոսքերից վախենում եք հենց բանը։
Դե հա, աղադաշտ, այո։ Հա, ինչ պետք է անենք, բոլորս հեռախոսներս անջատենք, որ ընկերներ, բարեկամներ, ոնց կանք, տոմս բան, էլի, ասենց։ Հասկացա։ Անդրադառնանք հենց բուն առաջնությանը, 6 թիմ է հանդես գալիս։ Առաջին հայացքից իհարկե հոկեյով հետաքրքրվողը, հոկեյից չհասկացողը, չհետաքրքրվողը դա գուցե չհասկանա, բայց հոկեյով հետաքրքրվողը այդ հայացքը, որ գցի մասնակից թիմերի, ասի, բայց այդ երկրներում արդյոք հոկեյ կա։ Լավ, Հայաստանը հասկացանք, ժամանակին լսել են, որ ամերիկահայ մարզիկներ են, հոկեյիստներ են եկել, հանդես են գալիս։ Մենք որևէ առնչություն կարող ենք ունենալ դրա հետ, բայց արդյոք այն անունները չեմ ուզում տալ։ Քուվեյթը, Մալայզիան։ Ես անձամբ կասեմ անունները։ Նայեք, դուք ասում եք, որ ես ուզում եմ միատ նշեմ մեր միշտ ավանդույթ ունեցող ակումբի մասին, մեր այրուզները Երևանյան, որոնք հավաքականի մեջ են եւ իրանք ոչ մի դրսից եկած տղաներ չեն, էլի, ես չեմ ուզում մեր հանդիսատեսը կարծիք կազմի, վերցրեցին, գնացին, չէ, մենք ունենք ներքին, հա, մեր լավ տղաները, որոնք շատ լավ են խաղում եւ իրանք բավականին մասն են կազմում։ Հետ մեկ, նայեք 4 դիվիզիոնը Դավիթ ջան, ինչով է զարմանալի ու վտանգավոր։ Նոր հայտ տված երկրներ են գալի, ու դու չգիտես ում են բերելու։ Հա։ Դուք այդ ամենավտանգավոր դիվիզիոնն է։ Մեր զրույցից ցեզնամասում նշեցիք, որ այդ վտանգները։ Նայեք, սկսեմ Ուզբեկստանից։ Հայերը ուզբեկներին, հա, խոսքի։ Հա, բայց կարող է հանդես Առաջին իրանք ունեն ընես տրիբունա, ես վերջերս հրավիրել էին Տաշկենտում էի 15000-անոց։ Սովետի վաղտվանից Ուզբեկստանի բանը, այդ ենթակառուցվածքները, հա, չէ, հոգի։ Բացի դրանից իրանց ակումբները խաղում են Ռուսաստանի Վիշի լիգայում եւ Կախայելում։ Ու իրանց հավաքականը կազմված է այդ տղաներից։ Ну, հիմնականում ազգությունով էլի ռուս։ Մոտավորապես այսպես հերակա ես կարող եմ չափել իրենց հավաքականի ուժը։ Թույլ հավաքական չէ։ Ահա որ ուժ եղա, ասենց ասեմ։ Հա, այս մակարդակում իհարկե։ Քուվեյտինը մի 2 օր առաջ իրանց բաններ նախագաներ դելույթ ունեցել, որ գալու են Հայաստան եւ շատ ուժեղ թմով են գալու։ Շատ։ Դե սենց ագանջից հասած կանադացիներ են Քուվեյտից։ Հարուստ երկիր է, եթե հնարավորություն։ Հա, ոչ մի խնդիր։ Ոչ մի խնդիր։ Հիմա այս հավաքականները, տեսեք, առաջի հայացքից ինչու նշեցի, կազմը նայելով, այսինքն ովքեր են մասնակիցները, այդ հարցը ծագում էր։ Հիմա դուք պարզաբանեցիք, մոտավորապես օրինակները բերեցիք։ Այս պարագայում եւ լավ կողմ կա, եւ վատ։ Լավ կողմը այն է, որ այս մրցաշարի նկատմամբ հետաքրքրվածությունը պետք է որ աճի, որովհետեւ թույլ հավաքականներ չեն, կարծես թույլ հոկեյ, այսինքն որակյալ հոկեյ մենք կտեսնենք այո սառույցի վրա։ Շատ բարձր մակարդակի։ Որակյալ հոկեյ կտեսնենք, բայց վատն էլ այնն է, որ այսինքն մրցակցությունն է մեծ լինելու, այսինքն մեր սպասելիքները իհարկե Հայաստանի հավաքականից մեծ կլինեն եւ մենք ինչ ակնկալենք այս պարագայում։ Լավատես լինել, թող սուրպրիզ եւ այո եւ իհարկե երկրպագենք, այսինքն փորձենք աջակցել Հայաստանի հավաքականին, այո, մեր այսպես հարազատ պատերը պետք է օգնեն մեր հավաքականին։ Տեսնենք, հա, տեսնենք։ Մեր պատերի ուժը կստուգենք։ Վերջին րոպեն է, պարոն Սարգսյան։ Մինչ այս իհարկե մեր հավաքականը որոշակի նախապատրաստական փուլ է անցնում, ձեր ղեկավարման որոշակի միջոցառումներ են տեղի ունենում։ Վերջերս Գյումրիում հետաքրքիր միջոցառումներ Չեխիայի հավաքականի, այդ Չեխիայի Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ կազմակերպված անձամբ դեսպանն է նույնիսկ հանդես գալիս։ Հետաքրքիր բավական միջոցառում էր։ Դա որոշակի զարկ է տալիս, ավելի հետաքրքրվածությունը մեծացնում է մինչև այդ խոշոր մրցաշարը արդեն ապրիլին տեղի ունենալիք Երևանում։ Ինչպես դա ստացվեց, խնդրում եմ կարճ։ Պարոն դեսպանը զանգահարեց, կապնվավ, հրավիրեց դեսպանատուն, Գյումրիի սահադաշտը սարքել են չեխերը, մենք ուզում ենք ռեկլամ անենք, նամանավանդ գիտենք, որ ձեր առաջնությունը կա, ասի շատ լավ, ես գյումրեցի եմ, ես ծնվել եմ Գյումրիում, որտեղ հոկեյը վաղտին շատ զարգացած էր։
մենք դաժե գնացել ենք Zalotaya շայբա սովետը տենց բաներ մրցաշար երեխաների։ Ձեր երկիսը խմեցինք, ինչ որ իրանք ուզում էին մենք բոլորը օգնեցինք, գնացինք շատ սիրուն խաղացինք, հայերի համար էլ անակնկալ էր, հայերը չեխերին խակեով 6-3 կրել են։ Նույնիսկ հաղթանակն է չեխերին, որոնք որ այնպիսի ավանդույթներ ունեն։ Սիրողականներ, բայց օլիմպիական խաղերի հաղթող են եղել, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ։ Լոգոն եմ ուզում ցույց տալ։ Այո, ես էլ եմ ուզում դա ցույց տալ։ Մեզ դիտողին եւ մեզ լսողին եւս մեկ անգամ նշեմ, որ ապրիլի 13-ից 19-ը, այո, Երևանում տեղի կունենա հոկեյի, տափողակով հոկեյի աշխարհի առաջնություն 4-րդ դիվիզիոնի, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականը, որպես հյուրընկալող երկրի ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, ես մեկ անգամ նշեմ, որ լոգոտիպը մեր եռագույնի գույներով է, մեր հիմնական խորհրդանիշը այդտեղ ներկայացված է, իսկ որպես թալիսման դարձյալ դուք նշեք մեր գամփրը։ Մենք մրցույթ էինք հայտարարել եւ երիտասարդները, երեխաները ամեն մեկը ուղարկում են եւ մրցույթի շահողը դարձավ մեր գամփրը, տեսնեք այդ օրերին կամ ավելի շուտ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ռադիո լսողին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի Հայաստանի տափողակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վարամ Սարգսյանի հետ։ Սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Աղաբեկյանն եմ։